Հեքիմը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի աղքատ ու փչյան գյուղացի է եղել, մականունը Բզեզ։ Մի օր սա մի պառավի քաթանը գողանում է ու պահում ծղոտի տեզի մեջ։ Ինքն էլ պարծենում, թե լավ գուշակող է։ Պառավը սրա համբավը լսում գալիս է մոտը, որ իր կտավի տեղը գուշակի։ Բզեզն ասաց. «Ինձ ինչ կտաս»։ Մի փութ ալյուր ու մի գրվանքա յուղ։ Լավ, սկսեց գուշակել։ Գուշակեց, վերջը կտավի տեղն ասաց։ Մի 2-3 օր հետո տիրոջ ձին կորավ։ Ինքը այդ փչյանն էր տարել անտառում մի ծառին կապել։ Տերը մարդ ուղարկեց այս գեղչուկի հետևից, որ ձին գտնի, գեղչուկը գուշակեց ու ասաց. «Շուտ գնացեք, ձին անտառում այսինչ տեղը, այսինչ ծառից կապած է»։ Ձին անտառից բերին, Տերը հեքիմին 100 ռուբլի տվեց ու նրա փառքը գնալով ամբողջ երկրով մեկ տարածվեց։ Բայց հակառակի պես կորավ թագավորի պսակի մատանին։ Փնտրեցին, չգտան։ Թագավորը հեքիմին կանչել տվեց, սրան դրեցին կառքի մեջ ու բերին պալատ։ «Այ թե բռնվեցի, մտածեց գյուղացին, ինչ իմանամ, ուր է կորել մատանին, տես թե ոնց կընկնեմ թագավորի աչքից։ Էնպես տեղ կուղարկի, որ գնալս կլինի, գալս չի լինի»։ «Բարև, գեղչուկ», ասաց թագավորը, «գուշակությունը տարա տեսնենք, թե գտար, շատ փող կտամ, թե չգտար, թուրն ինձանից, գլուխը քեզանից»։ Ու հրամայեց հեքիմին մի առանձին սենյակ տան։ Դե թող գիշերը գուշակություն անի, որ առավոտը պատասխանը բերի։ Հեքիմը սենյակի մեջ փակվեց ու միտք արեց. «Ինչ պատասխան տամ թագավորին, ավելի լավ է սպասեմ, մինչև գիշերն ընկնի, թողնեմ փախչեմ, ուր աչքս կտրում է, այ հենց աքլորները 3 անգամ կանչեն, ես կփախչեմ»։ Իսկ թագավորական մատանին գողացել էին 3 հոգի՝ պալատի դռնապանը, կառապանն ու խոհարարը։ Տղերք, ասացին իրար մեջ, հանկարծ այդ գուշակը գա ու մեզ գտնի, վայ է եկել մեզ տարել է։ Եկեք գնանք դռան տակից ականջ դնենք, թե տեսնենք ոչ մի բան չգտնի, լուռ ու մունջ ետ կդառնանք, թե որ տեսնենք գլխի է ընկել, ուրեմն էլ անելիք չունենք, պիտի գնանք իրեն աղաչենք, որ մեր անունը թագավորին չասի։ Դռնապանը գնաց, որ ականջ դնի։ Այդ ժամանակ աքլորները կանչեցին, գյուղացին ինքն իրեն ասաց. «Փառք քեզ Տեր Աստված, մեկն արդեն եղավ, մնացին 2»։ Դռնապանի սիրտը փորն ընկավ, վազեց ընկերների մոտ, թե տղերք ջան, ինձ ճանաչեց, հենց մոտեցա դռանը, ներսից կանչեց, թե մեկը եղավ, մնաց 2։ «Սպասեք, ես գնամ», ասաց կառապանը, գնաց ականջ դնելու։ Սրա գնալու հետ աքլորները 2-րդ անգամ կանչեցին, գյուղացին էլ թե «Փառքդ շատ Աստված, 2-ն արդեն եղավ, մնաց մեկը»։ Տղերք ջան, ինձ էլ ճանաչեց։ Խոհարարը թե «Դե, եթե ինձ էլ ճանաչի, ուղիղ կգնանք մոտը, կընկնենք ոտներն ու կաղաչենք»։ Գնաց, որ ականջ դնի, թե չէ, 3-րդ աքլորականջը եղավ ու գյուղացին երեսը խաչ հանեց։ Փառք Աստծո, 3-ն էլ եղավ։ Վրա է վազում դեպի դուռը, ուզում է փախչի։ Իսկ գողերը դեմն են դուրս գալիս, ընկնում ոտերն ու սկսում աղաչանք պաղատանքը, թե
Մեզ մի կորցրու, մի մատնիր թագավորին, ահա քեզ մատանին։ Դե որ այդպես է, ներում եմ։ Գյուղացին մատանին վերցնում, հատակի տախտակը բարձրացնում, գցում է տակը։ Առավոտը թագավորը հարցրեց. «Հա, գեղջուկ, գործերը ո՞նց են»։ Գուշակեցի, քո մատանին էս հատակի ճեղքում պիտի լինի։ Տախտակը բարձրացրին ու մատանին հանեցին։ Թագավորը առատ պարգևներ տվեց հեքիմին ու հրամայեց, որ տանեն, կերցնեն, խմցնեն, ինչքան սիրտն ուզի, իսկ ինքը գնաց այգում ման գալու։ Ման գալիս մի սիրուն բզեզ տեսավ, բռնեց ու ետ դառավ հեքիմի մոտ։ Դե որ գուշակ հեքիմ ես, ասա, ինչ կա բռիս մեջ։ Խեղճը վախեցավ ու ինքն իրեն թե. «Այ թե բռնվեցիր, բզեզ», ու թագավորի ձեռքն ընկար։ Ճիշտ որ քո տարածն է, ինչ իմացար բզեզ է, ասաց թագավորն ու ավելի շատ նվերներ տվեց ու փառք ու պատվով տուն ուղարկեց։